Ազատ անկախ Հայաստանի բժիշկները բժշկական հետազոտության արդյունքը կամ դեղատոմսը գրում են ռուսերեն եւ կարեւոր չէ հիվանդը կկարողանա կարդալ այն ու հասկանալ թե ոչ։ Կարեւոր է որ բժշկի ռուսախոս լինելու գլխավոր պատճառը բժշկական համալսարանն է։ Այստեղ մասնագիտական գրականության զգալի մասը ռուսերեն է։ Ռուսերենի եւ անգլերենի գերազանց իմացություն Հայաստանի պետական բուհերում սովորելու համար բուհերը պաշտոնապես հայկական են, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Հայտնի արտահայտությունը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում դարձել է կարգախոս, որքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Մասնագիտական գրականության խնդրեմ կա հիմնականում բնագիտական թևում, այսինքն ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կա նաև հումանիտար թևից հատկապես կա միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որովհետև հիմնական գրականությունը դա ռուսերեն լեզվով է։ Գևորգ Մելքոնյանն իրականությանը նայում է առանց վարդագույն ակնոցի, պատճառաբանում է բուհերը փող չունեն հայալեզու մասնագիտական գրականություն տպագրելու համար։ Փող չկա, տարածված արտահայտությունը կիրառվում է նաև այս դեպքում, սակայն մեկ հիշեցում, ուսման վարձը հասնում երբեմն էլ գերազանցում է 1 միլիոն դրամը։ Վարձերի մեծ մասը, որոնք որ վճարում են ուսանողների գնում են աշխատավարձներ դասախոսներին, այդ վարձերով պահվում են լաբորատորիաներ եւ ասել որ այդ վարձերից այնքան շատ են, որ կարող է մաս հանվել օտար լեզվով գրականություն մեծ ծավալի առնելու համար կամ թարգմանելու, այդպես չեմ կարծում ես։ Այն որ մասնագիտական գրականությունը հիմնականում ռուսերեն եւ անգլերեն է, ուսանողները արդեն ընտելացել են, սակայն ուսանողներից մեկի հայտարարությունն ուղղակի ապշեցնում է։ Համաշխարհային պատմության ամբիոն, որտեղ գրականությունը բացառապես օտար լեզվով է։ Անգլերեն, ռուսերենը կողքի, ասենք հունական գրականությունն է շատ մեծ, նախկին ասորական գրականություն, որը ուսանողի համար, եթե անգլերենը ինչ որտեղ կարելի է հասկանալ, ապա ասորական կամ հունական գրականությունը հայերեն հասկանալ մի քիչ բարդ է։ Ուսանողը վճարումը բուհ իրան պիտի ապահովի բոլոր միջոցները, սկսած լսարանային պայմաններից, սկսած ինտերնետային լսարաններից, համակարգչային լսարաններից, սկսած գրականությամբ, գոնե էլեկտրոնային։ Այսինքն ուսանողը չպետք է հավելյալ վճար կատարի գիրք, քսերքսների բիզնեսն է զարգանում է դրան զուգահեռ։ Սարգիս Ասատրյանցը դասավանդում է տնտեսագիտական համալսարանում, քաջ տեղյակ է թե ինչ է կատարվում երկրի բոլոր պետական բուհերում։ Դասախոսների բիզնեսը ծաղկում է, իրականությունը ներկայացնում է երիտասարդ դասախոսը։ Դասախոսը սկսում է սեփական գիրքը տպել, որը որակական առումով չգիտես կհամապատասխանի պահանջներին, չի համապատասխանի, կլինի արտագրություն թարգմանության տեսքով, ու այդ գիրքը պարտադրել ուսանողին։ Սամվել Մկոյանն էլ ղեկավարում է Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը, անկեղծանում է Սփյուռքահայ ուսանողը մասնագիտական գրականության հետ կապված խնդիր չունի։ Հակառակը ստեղծված վիճակն ինչ որ առումով ձեռնտու է նրան, գրականությունը կամ ռուսերեն կամ էլ անգլերեն է, բայց խնդիր այդուամենայնիվ կա։ Եթե վճարում ես բավական մեծ թվով վարձավճար, այստեղ պետք է նաև, այսինքն դու նաև ստանաս գրականություն, այսինքն գրադարանները պետք է քեզ ապահովեն այդ ամենից, եթե դու լրացուցիչ գրքերին ես վճարում, դա բնականաբար այստեղ խնդիրներ առաջանում, այսինքն վճարների հետ կապված, ֆինանսական դրության հետ կապված, որովհետև շատ ուսանողներ սոցիալապես այդքան էլ ապահով չեն։ Գրախանութներում հազվադեպ եմ տեսել, որ գրքեր վաճառեն, հայալեզու գրքեր, բայց ընդհանուր առմամբ նոր գրքերը շատ թանկ արժեն 6000-ից 7000-ից սկսած, դա շատ մեծ խնդրեմ է։ Գրադարանում մենակ օտար լեզուներով գրքեր է, իսկ այն գրքերը, որոնք որ հայերեն են, հիմնականում վճարով են, ուսանողները ստիպված են նորից վճարել, գիրք առնել եւ սովորել հայերեն։ Եթե ուսանողները չլինեին, ապա հատուկ պահպանված գրախանութների դռները բացող չէր լինի, սակայն ստացվում է, որ ուսանողը վճարում է պետական բուհին պարզապես շենք մտնելու, հետո էլ դիպլոմ ունենալու համար։ Մինչդեռ բուհը պարտավոր է ուսանողին ապահովել հայերեն մասնագիտական գրականությամբ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված է. Հայաստանում կրթությունն իրականացվում է հայերեն։ Նիկոլայ Մելիքյան, Արտակ Ներսիսյան, Ազդարար։